Խանչալիում նշվեց գյուղի տոնը։ Այն նշվում է գյուղի բնակիչ Վալերի Ադումյանի նախաձեռնությամբ։ Ու իր շուրջն է հավաքում ինչպես Մեծ Խանչալիի, այնպես էլ հարևան գյուղերի ու քաղաքի բնակչությանը։ Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի տոնին ներկա էր նաև Նինո Ծմինդայի վերադասը։ Սիրելի բարեկամներ, Վրաստանի հարավային բարձրադիր հորիզոններում Սամցխե Ջավախեթի սրտում ծովի մակարդակից շուրջ 2000 մետր բարձրության վրա տարածվում է հայաբնակ Մեծ Խանչալի գյուղը։ Նինո Ծմինդա քաղաքից ընդամենը 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս բնակավայրը առնում է համանու Խանչալի լճի հարավ-արևելյան ափին, շրջապատված ալպիական մարգագետիններով և լեռնային զով հողերով։ Եվս մեկ անգամ շնորհավոր տոնդ սիրելի մեր Խանչալի։ Այսօր Մեծ Խանչալի գյուղի օրն է, որը մոտ 3-4 տարի առաջ Ադումյան Վալերի ընտանիքի նախաձեռնությամբ սկսեցինք նշել։ Նախկինում ենք ունեցել, բայց ընդհատվել է տարբեր պատճառներով։ Այս վերջի 3-4 տարիներում նորից այս ավանդույթը վերականգնեցին Ադումյան Վալերը, ինչպես ասացի, և նշում ենք միասնական հարևան գյուղացիների հետ, տարբեր հյուրերի հետ, նույնիսկ Ռուսաստանի Դաշնությունից են գալիս մեր համագյուղացիները, Ջավախքի տարբեր անկյուններից միասին լավ տրամադրությունով նշում ենք մեր գյուղի օրը։ Գյուղի պատմությունը դե արդեն մի 200 տարի կլինի մոտարապես, ինչ մեր նախնիները հաստատվել են այստեղ, տարահանման պատճառով հաստատվել են այս գյուղում, մոտ 200 տարի է, ինչպես մյուս Ջավախքի մյուս գյուղերը, նույն ճակատագրի արժանացած ժողովուրդ ենք, հաստատվել են, ստեղծել իրենց կյանքը, կենցաղը, ունեցել ենք բոլոր բնակավարներում տարբեր հռչակավոր մարդիկ, անձինք, հիմա այդքան են դժվար է թվելը, տարբեր անկյուններում ունենք շատ հաջողակ Մեծ Խանչալեցիներ, թե արվեստի մեջ, թե բիզնեսի մեջ, թե պատերազմի մասնակիցներ, բոլոր բնակավարներում ունենք շատ հռչակավոր Մեծ Խանչալեցիներ։ Խանչալին հռչակվում է որպես, հայտնի է մեր շրջանում որպես հյուրասեր, մաքրասեր, մարդասեր գյուղ, որով ինչով մենք բոլոր հպարտանում ենք, ապրում է իր առօրյա կյանքով, աշխատասեր, բարի մարդիկ են ապրում մեր գյուղում։ Տոնին համերգային ծրագրով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունից ժամանած երգիչ Հայկ Սարգսյանը, Մեծ Խանչալիի զավակ երգիչ Չոմարյանը, Հեշտյայի պարային նռանե համույթը, բոլորի աչքերում ժպիտ կար, ուրախություն, պարում էին բոլորը։ Այսօր այս տոնը կազմակերպել են, այսինքն 4 տարի է կազմակերպել են մեր գեղացոնց համար։ Առաջի մարդիկն են, որը ծաղկեցրել, մեր գեղը ծաղկեցրել են։
Մենք ուրախ ենք։ Եմ ժողովրդից որոնք մեզ եթե կանգնած է ուրախանա։ Ձեր ցավը տանիմ։ Թող գյուղու տոնը միշտ խորին 200 տարի երթայս մեր տոնը։ Լավ եղել, Գաբրիս է։ Շատ շնորհակալ եմ ես բոլորից հետ, որ դուք եկել եք մեզ հետ ուրախանաք մեր տոնը շնորհավորեք։ Մեծ Խանչալին հանդիսանում է Ջավախքի հայաբնակ բնակավայրերից։ Ներկայիս բնակիչների նախնիները բնակության նպատակով այստեղ են հաստատվել 1829-1830 թվականներին, տեղափոխվելով Էրզրումի նահանգի Հինց գյուղից։ Մեծ Խանչալու տոնի կապակցությամբ, որ արդեն այս տարի 198 տարի արդեն 98 կարծեմ այդքան այստեղ եք, որ ասենք մենք Էրզրումից եկած ենք, հենց գյուղից, մի փառքասու շենացնենք Մեծ Խանչալին, ամեն ինչը լավ է, ժողովուրդը լավ կապրի, միջավայրը բանը, սաղտնտությունները տեղին է, այսօրը բոլորովս նշենք է։ Հիշեմ կե երբ որ մանուկ էինք, մենք ունենք Սուրբ Գևոս, ստեղ Սուրբը ունենք էլի, են ժամանակ իրա բոլորն էին հավաքում գյուղացիք, նու երարությունը պարը իհարկե ժամանակ ավելի ակտիվ էր։ Հիմա ես այսօրվա օրոք կուզեմ շնորհակալություն հայտնեմ կազմակերպիչներին Վալերային Ադոմյան, իր տղին Սերգեյին, որոնք որ սպես մաքուր իրենց ցանկությունով նշենք այս տոնը, որպեսզի մոռացության չտանք։ Ես շատ խորին շնորհակալ եմ։ Սուրբանում ես, հայերի տուն ես, միշտ իմ սրտում ես։ Տոնը շնորհավոր Մեծ Խանչալի, թող բազում տարիներ շարունակվի այս ավանդույթը ու գյուղը իր հարկի տակ հավաքի բոլորին։ Սարեր հսկում, ասեր